Պարոն Մինասյան, որ մեջբերում եք սահմանադրական կարգավորումները, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր դիմումի համաձայն, ձեր դիմումի արդյունքում սահմանադրական դատարանը ձեզ ասել է, որ դուք պետքա գնաք եւ պետքա վերցնեք ազգային ժողովի այն պաշտոնները, խոսքը հանձնաժողովի նախագահների ազգային ժողովի փոխոսնակի մասին է, որը որ ձեզ վերապահված է։ Ասել է, որ դա դուք չեք որոշում։ Ժողովուրդը ձեզ ոչ միայն իրավունք է տվել, այլ նաև պարտավորեցրել է իր մանդատով, որ դուք գնաք ու խելոք աշխատեք։ Սահմանադրական դատարանի որոշումը դրա մասին է, որ դուք պիտի գաք ու խելոք աշխատեք ու ոչ թե գաք, ասեք, այ եթե ԿՊ-ն մեր ուզած թեկնածուին չի ընտրում, ուրեմն մենք չենք խաղում, մենք գնդակը կվերցնենք, կգնանք, սա մանկապարտեզ չի։ Ընտրությունն է այնքանով, որ դուք առաջադրում եք թեկնածու եւ մարդիկ գնում քվեարկում են այդ թեկնածուի մասին։ Եվ պարոն Սիմոնյանը, որ ասես դուք կուսական զարմանքով այդտեղից ասում եք, ով չէր ընտրում Իշխան Սաղաթելյանին։ Ամենաչընտրված փոխնախագահն է պատմության մեջ։ Չէր ընտրում, նաեւ չէր մասնակցում, չեք հիշում քվորումի հետ կապված ընտրության ձեր խմբակցությունից մարդիկ կային, չէին գալիս մասնակցում։ Մենք էինք խնդրում, ասում ենք, այ Ժորժան, եկեք գործի։ Հիմա դուք եկել եք էլի սահմանադրական կարգավորումների մասին եք խոսում, բայց ժողովուրդ ջան, դուք ձեր աշխատանքը չեք արել։ Հիմա ասում եք, դե գիտեք, բայց բանի հարց է, էլի շոուն չի ստացվում։ Կարող ձեր մոտ իմ տպավորությունն է, էլի իմ մոտ, որ ընդդիմության մոտ բան կա, անձի երկատում կա, էլի ընդդիմություն հրապարակային դաշտում եւ ընդդիմություն ոչ հրապարակային դաշտում։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը հրապարակային չին։ Դրա համար էլ չեք գալի, պարոն Մինասյան, այդ նիստերին։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գաք անեք, այդ մեջը քյար չկա, որովհետև դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Իսկ քանի որ ոչ հրապարակային դաշտում պիտի գաք աշխատեք առանց տեսախցիկների, դա չեք անում։ Այսքան բան։